Գեղարքունիքի մարզը հայտնի է ոչ միայն քաղցրահամ Սևանալճով և հարուստ ձկնատեսակներով, այլև կարտոֆիլի, կաղամբի, հացահատիկի և այլ կուլտուրաների մշակությամբ։ Առանց գյուղատնտեսության Գեղարքունիքի բնակիչը չի կարող ապրել, բայց միևնույն ժամանակ գյուղատնտեսությունը Սևանալճի աղտոտման հիմնական պատճառներից է։ Գյուղատնտեսությունը նաև գետերի ջրի հիմնական սպառողն է, որն ուղղակիորեն ազդում է Սևանալճի ջրի մակարդակի վրա։ Խնդիրը տարեց տարի սրվում է։ Լուծման տարբեր ծրագրեր են ստեղծվում, որոնցից է նաև անցումը ջրախնայող և օրգանական երկրագործության։ Այս գործընթացի օգուտները տեսնելու համար մարզում նախաձեռնվել է նոր մշակաբույսերի աճեցման և օրգանական ծագման պարարտանյութերով մշակման ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում Սևանալճի ավազանում ներդրվել է կաղամբի նոր տեսակների մշակություն, ինչպես նաև կարտոֆիլի մշակման նոր ագրոտեխնոլոգիա, որպեսզի ավելի հետաքրքրական բազմազան լինի մշակաբույսերը և բացի դա դրանք ապահովեն սոցիալ-տնտեսական օգուտ, ինչպես նաև բնապահպանական օգուտներ։ Այս ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի գյուղական համայնքների բնակիչներին օգնում են մշակել նոր տարածաշրջանի համար ոչ ավանդական մշակաբույսեր, որոնք ապահովում են առատ և առողջ բերք, ինչպես նաև խնայում են Հայաստանի մարգարիտի, Սևանալճի ջրային պաշարները։ Օգտագործում է բացառապես օրգանական պարարտանյութ և օրգանական մշակություն, ինչը թույլ է տալիս նաև հոգ տանել Սևանալճի էկոլոգիայի մասին։ Նորարարական ագրոտեխնոլոգիաներով մշակվող նոր մշակաբույսերը ոչ միայն էկոլոգիապես մաքուր են, առողջ և համեղ, այլև մի շարք սոցիալական և բնապահպանական խնդիրներ են լուծում։ Նախ, այս բույսերի խնամքը նույն ջանքերն է պահանջում, ինչ սովորական կաղամբինը, սակայն դրանց արժեքը անհամեմատ ավելի բարձր է։ Դրանք ավելի բարձր եկամուտ են ապահովում մեկ վեգետացիոն շրջանում և ունեն ավելի կարճ վեգետացիոն շրջան ի տարբերություն ավանդական մշակաբույսերի, ապահովելով ճկուն ցանքաշրջանառություն։ Կարևոր առանձնահատկություններից է նաև այն, որ նոր մշակաբույսերի նորարարական ագրոտեխնոլոգիայով մշակման արդյունքում կրճատվում է ջրօգտագործումը և օգտագործվում են օրգանական պարարտանյութեր և կենսահեղուկներ ի տարբերություն ավանդական ագրոտեխնոլոգիայի, որի ժամանակ տեղի է ունենում ջրի գերօգտագործում և կիրառվում են քիմիական պարարտանյութեր և թունաքիմիկատներ։ Ավելին, նոր մշակաբույսերը ավելի հարմարեցված են կլիմայի փոփոխությունների հետևանքներին, քան ավանդական մշակաբույսերը։ Չնայած նոր մշակաբույսերը գյուղացիներին օգնում են եկամուտ ունենալ հենց վեգետացիայի ժամանակ և նրանք ստիպված չեն լինում սպասել մինչև տարեվերջ, բայց ինչպես ամեն նոր բան, սրան էլ սկզբում հասարակությունը կասկածամտությամբ էր վերաբերվում։ Ցանկացած նոր բան, որ ես սկսել եմ անել, նույնիսկ այս ջերմոցը, երբ որ ես կառուցում էի, մեր մոտիկները, ծանոթները գալիս եւ ասում էին դա չի աշխատի, որովհետեւ մեր տարածքում ջերմոցը իրան չի արդարացնում եւ այլն։ Բայց ցանկացած բան, որ փորձարկել եմ ու ստացվել է, դա եղել է լավ օրինակ ու բոլորը դրանից հետո սկսել են զբաղվել դրանով։ Ձեռնարկատերը Արտուշ Խաչատրյանն է, Գեղարքունիքի Վարդենիկ համայնքից։ Նա առաջիններից էր, որ հույսկի դիմեց ու միացավ ծրագրին։ Այսօր նրա հաջողությունները շատերին է զարմացնում եւ ոգևորում։ Վերջին տարիներին շատ ընտանիքներ են ներգրավվել նոր մշակաբույսերի աճեցման գործում, իսկ նրա տնկած նոր սացիլները անգամ երկրի մյուս ծայր՝ Սյունիք են հասել։ Առաջի փորձը արեցինք հատկապես մեր համար շատ կարևոր էր, որ այդ ամբողջը մշակվեր օրգանիկ պարարտանյութերով, բուժումները լրիվ օրգանիկ բուժանյութերով արվեցին։ Ֆինանսավորվեց եւ դրանք եւ անգամ գործիքները մարդկանց, որ մարդիկ աշխատեն, մշակեն։ Այս տարի մենք ունենք 150 նոր շահառու եւ պլանավորում ենք մենք նոր մեխանիզմների քաղաքականության փոփոխության շնորհիվ նպաստել դրան, որ մարդկանց համար հասանելի լինի այդ օրգանական պարարտանյութը, հողային բարելավիչը, ինչպես նաև նոր տնկանյութը, որպեսզի նրանք ծրագրի ավարտից հետո կարողանան ինքնուրույն շարունակել այդ մշակությունները եւ Սևանալճին շարունակաբար կարողանան բերել իրենց օգուտը։ Արտուշ Խաչատրյանն այնքան ոգևորված է նոր ծրագրի արդյունքներից, որ մեզ է ներկայացնում գործի ողջ բնույթն ու ցուցադրում, թե ինչից ինչ է ստացել։ Սացիլները աճեցնելու համար մենք պետք է իրան լավ պարարտ ու լավ թեթև փափուկ հող սարքենք ու համել որ խոնավություն պահի։
Բացի այդ, պետք է սերմերի համար ոնց որ ասած շատ լավ միջավայր ստեղծենք, որ իրանք լավ ծլեն, քանի որ մեր մոտ սերմերը նաև թանկարժեք սերմեր են, հնարավորինս կորուստ չտալու համար։ Նա տորֆն ու հողը մաղում եւ խառնում է իրար, ու ստանում հողախառնուրդ, որ սերմի վրա լցնելուց ծանր եւ մեծ ծածկույթ չստացվի։ Տորֆը նաեւ խոնավ ու փափուկ է պահում հողը։ Գործում նրան օգնում է որդին, Պատանի Լևոնը։ Այս գործունեության սոցիալական բաղադրիչներից մեկը համայնքի խնդիրները վերհանելն ու դրանք լուծելն է։ Խնդիրներից մեկը նա է, որ մենք հիմնականում զբաղվում ենք այնպիսի մշակաբույսերով, որոնք ցանում ենք գարնանը եւ միայն աշնանը ունենք բերք հավաքելու։ Այսինքն գյուղացին միշտ տենց մի խնդրի առաջ է բախվում, որ ամառվա ընթացքում գրեթե ոչինչ չի լինում վաճառքի։ Հիմա մենք փորձեցինք այդ բացը լրացնել նոր մշակաբույսեր ներմուծելով, նոր մշակաբույսեր փորձարկելով եւ արդեն 5-րդ տարին է, որ իմ փորձարկումները իրանց արդյունքը տվել են, 5-րդ տարին է, որ մենք մշակում ենք տարբեր տեսակի նոր մշակաբույսեր։ Հիմնականում կաղամբազգիներ են, բրյուսելյան կաղամբն է, բրոկոլին է, որ հիմա արդեն մեծամասշտաբ մենք մշակում ենք, արդեն ոչ թե մենակ մեր համայնքում, այլ Սևան, Գավառ, Մարտունի, Վարդենիս խոշորացված համայնքներում։ Ծրագրի գործառույթը կայանում է նրանում, որպեսզի մենք տեղի բնակչությանը ցույց տանք, սովորեցնենք նոր մշակաբույսերի մշակության կուլտուրան, ներդնենք այդ մշակաբույսերը եւ նաեւ շրջակա միջավայրի վերաբերյալ համապատասխան կրթություն ունենան, ոչ միայն կարեւոր է որակյալ առողջ բերքի ստացում, այլ նաեւ կարեւոր է խնայել ջուրը եւ նաեւ կարեւոր է հոգ տանել շրջակա միջավայրի առողջության մասին։ Այդ իմաստով մենք սովորացնում ենք նաև օրգանական պարարտանյութերի եւ հողային բարելավիչների օգտագործումը հենց Սևանա լճի էկոլոգիայի բարելավման նպատակով։ Այս ծրագիրը բազմազանություն է մտցրել այդ մշակաբույսերի ինչպես տեսականու, այնպես էլ մշակության ձևերի մեջ։ Գյուղացիները փաստում են նաև, որ Եվրոպաներից հյուր եկած կաղամբն ու մնացած նոր մշակաբույսերը 40%-ով ավելի բերքատու են, իսկ որ գյուղացուն կխանգարի ավել բերքը, բայց առավելությունը ոչ միայն բերքատվության, այլ նաև գնի մեջ է։ Անցած տարի օրինակ կաղամբը 20 դրամով մարդիկ չկարողացան վաճառել եւ տարան թափեցին։ Ամբողջ աղբավայրերը կաղամբ էր լցված, որովհետեւ մարդիկ մինչեւ գարուն չկարողացան վաճառել նույնիսկ 20 դրամով եւ այդ ամբողջը թափվեց։ Իսկ բրոկոլին ամենաէժան գինը, որ մենք հենց դաշտից վաճառել ենք կամ գյուղացին իր բակից վաճառել է, եղել է 1 կիլոգրամը 300-ից մինչեւ 400 դրամ։ Գինը բարձրանում է, երբ որ դու հասցնում ես արդեն նրան, օրինակ Երևան, քաղաքներ ես հասցնում, մինչև անգամ անցած տարի բրոկոլին Երևանի շուկայում, մեծածախ շուկաներում վաճառվել է մինչև 800 դրամ։ Մենք հիմնականում համագործակցում ենք սուպերմարկետների հետ, ամենացածր գինը անցած տարի մենք վաճառել ենք 500 դրամ։ Գյուղացին, եթե իր ապրանքը, իր աշխատած ստեղծած բերքը չկարողացավ նորմալ գնով վաճառել, հիասթափվում ու էլ չի զբաղվում գյուղատնտեսությամբ։ Այս դեպքում, երբ որ բոլորը չեն զբաղվում նույն մշակաբույսերով, այսինքն մի մասը, ասենք օրինակի համար, թեկուզ 30%-ը չզբաղվի կարտոֆիլի, կաղամբի մշակությամբ, արդեն համ սրա գինն է բարձր մնում, համ կարտոֆիլի ու կաղամբի գինն է բարձր լինում, այսինքն չի լճանում, լճացում տեղի չի ունենում։ Այդ բալանսը, օրինակ տարբեր երկրներում, զարգացած երկրներում, որ զբաղվում են գյուղատնտեսությամբ, հիմնականում կանոնավորվում է այդ բալանսը։ Գյուղատնտեսների, ֆերմերների հետ աշխատում են հենց այդ տարածքային ղեկավարները, իրանք են ուղղորդում, թե ով ինչ մշակի։ Դրա համար իրանք բոլորը գոհ են։ Իսկ այստեղ անկանոն է։ Երբ գյուղացին տեսնում է, որ նույն չարչարանքի, նույն ծախսի դիմաց շատ ավելի շատ է վաստակում, ակամա հին ու ավանդական մշակաբույսերին զուգահեռ անցում է կատարում դեպի նոր մշակաբույսեր։ Նոր մշակաբույսեր աճեցնող ընտանիքների թիվը գնալով ավելանում է։ Արտուշ Խաչատրյանն ասում է, որ սկզբում նվիրում էր սացիլները, խնդրում որ ցանեն, փորձեն։ Մեկ տարի անց այդ նույն մարդիկ գալիս են եւ գնում արդեն ավելի մեծ քանակությամբ սացիլներ, որ ավելի մեծ հողատարածքներում մշակեն։ Նոր մշակաբույսերի հետ կապված շատ հետաքրքիր դինամիկա ունենք։ Մենք սկսեցինք 2021-ին 30 շահառուներով, հաջորդ տարի արդեն շահառուների թիվը հասավ 98-ի։ Ընդ որում նրանց մի մասը անմիջապես
ծրագրից չէին օգտվում, այլ օգտվում են մեկը մյուսից իրար սացիլներ տրամադրելով եւ տեխնոլոգիան բացատրելով, ինչպիսին է մշակություն։ Նաեւ ասեմ, որ այս տարի 2023-ին, երբ ծրագիր այդ ուղղությամբ քայլեր չէր անում, մենք 150-ից ավելի շահառու ունենք, որոնք ինքնուրույն շարունակել են այդ մշակությունը։ Այս տարի 30 ընտանիքը դարձավ արդեն 60 ընտանիք։ Այսինքն այդ արդյունքը այնքան լավ ստացվեց, որ բոլորը գոհ էին եւ արդեն տարբեր բնակավայրերից մենք անցած տարի արել ենք կոնկրետ Վարդենիկ, Զոլաքար եւ Վարդենիս համայնքում, իսկ հիմա արդեն Սևանի այս թևի վրա, այս ափի վրա գտնվող գրեթե բոլոր բնակավայրերի համար մենք հայտարարություն ենք տարածել։ Հիմա արդեն մոտավորապես 20 բնակավայր տարբեր հատվածներում Սևան, Գավառ, Վարդենիս եւ Մարտունի խոշորացված համայնքների տարբեր հատվածներում մեր օգնությամբ էլի աճեցնելու են։ Պատմում է, որ մի 4 տարի առաջ Երևանյան սուպերմարկետում բրյուսելյան կաղամբի է հանդիպել։ Վաճառվում էր 8000 դրամով։ Արտուշին ապշեցրել է այդ գինը, ոգևորված սկսել է սացիլներ փնտրել։ Հենց այդ տարին պատվիրեցի, գտա սերմեր, բերեցի, աճացրեցի, չստացվեց, բանից պարզվեց դրանք ոչ պրոֆեսիոնալ սերմեր էին, նույնն էլ բրոկոլին է եղել, չի ստացվել սկզբից, որովհետև մենք ոչ պրոֆեսիոնալ սերմերի հետ էինք տենց զբաղվում։ Հիմա բրյուսելյան կաղամբել են մեր մոտ աճացնում, ոչ միայն ես, արդեն տարածվեց։ Բրոկոլին էլ կարելի ասել արդեն ոչ թե ոչ ավանդական է, հեսա կամած բրոկոլին դառնում է ավանդական։ Դրանից շահում է նաև սպառողը։ Կհասկանաք, եթե համեմատեք բրոկոլիի 4 տարի առաջվա եւ այսօրվա գները, ու եթե գյուղացուն նախ բերքատվությունն ու գինն են հետաքրքրում, ապա քաղաքաբնակը շահագրգռված է օգտակար, բնական միրգ, բանջարեղեն ու այլ մշակաբույսեր գնելու հարցում։ Այն շատ առողջարար է նիտրատների սակավ պարունակության պատճառով։ Հատկապես գյուղատնտեսությունը հենց ուղիղ իր ազդեցությունը ունի Սևանա լճի վրա։ Մենք կոնկրետ զբաղվում ենք օրգանիկ մշակությամբ։ Ճիշտ է, չունենք սերտիֆիկատ, դրա համար ինչ-որ փուլեր են պետք, բայց նորից տրամադրելով մարդկանց այդ պարարտանյութերը, բուժանյութերը։ Ինչպես եւ խոստացել էր, Վարդենիկցի ձեռնարկատերը մեզ ներկայացրեց նոր մշակաբույսի կյանքի ողջ ուղին, որ մեր աչքերով տեսնենք, թե օգտակար ու սննդարար բրոկոլին, բրյուսելական կաղամբն ու մյուս նոր դրսից բերված մշակաբույսերը ինչպես են աճում եւ տարածվում հայաստանյան Գեղարքունիքում։ Սացիլների ցանկից ամիս ու կես անց արդեն, երբ որ մենք արդեն բաժանել ենք բոլոր շահառուներին իրենց սացիլները, պարբերաբար այցելում ենք բոլորին եւ հատիկ-հատիկ տեսնում ենք, թե ինչպես են մշակել մեր տված բույսերը։ Մենք բացառապես տվել ենք առողջ եւ օրգանական սացիլներ, բացի բրոկոլիից մենք աճացնում ենք նաեւ նոր ավելի բարձրարժեք մշակաբույսեր, որոնք այս տարի ցանկացանք փորձարկել անցած տարվա մեր փորձառու շահառուներից մի քանիսի հետ։ Այդ նոր տեսակները դրանք բրյուսելյան կաղամբն է, նոր տեսակի ուրեմն դդումներն են, որոնք մեծ պահանջարկ ունեն, նոր տեսակի բազուկներն են եւ իհարկե կաղամբի մի քանի այլ տեսակներ, որոնք այս պահին մենք ցուցադրենք բոլորին։ Գագ ջան, իրականում շատ լավ է մշակել, շատ է դուրս գալիս։ Ուղղակի նայ, բրյուսելյան կաղամբը մի հատ sense խնդիր ունի։ Ինքը շատ շուտ այս մասերից, երբ որ արդեն փոքր կաղամբները լինում է, ինքը անընդհատ շուտ բանա լինում, ոչիլները անգնում, պետք է շուտ սրսկել։ Դե իհարկե այդ օրգանական բանը որ կա, բուժանյութը որ կա, մենք անպայման դրանից ենք տալու, որ դուք անպայման սրսկեք։ Շատ ուշադիր եղի, մնացածը իր աճը շատ լավ է։ Այս սեզոնի համար, այս կլիմայական պայմանների համար ես կարամ ասեմ գերազանց արդյունք է ստացել։ Մի քանի հոգու մոտ է, այսինքն լավ բրյուսելյան կաղամբը իրան լավ զգում։ Չնայած մարդկանց նախնական թերահավատությանը, Արտուշը նշում է, որ իրենց տարածաշրջանում անցումը ավանդականից նոր մշակաբույսերին արագ եւ հարթ ստացվեց։ Բրոկոլին մի 15 օրից արդեն բերք կտա։ Ինչ բարձր որակի բազուկ ենք ստացել։ Իրականում ընտիր որակ, շատ խիտ, բույրն էլ շատ լավ, որ մարդ ուզում է հենց այս պահին կտրի ու վայելի, շատ լավն է։ Այնպես որ բազուկը պլյուս, բազուկն էլ ենք արդեն սկսում աճացնել մեծ քանակով։
Ես իրականում սպասում եմ սրա բերքին, որովհետև մենք առաջին անգամ ենք այս փորձարկում մեր տարածաշրջանում, մեր գյուղում, սա դդումի այն տեսակն է, որը որ վաճառում է սուպերմարկետներում շատ ունի մեծ պահանջարկ, բայց հիմնականում աճացնում են ավելի տաք գոտիներում Հայաստանի։ Սկզբում ներկրում էին, հիմա արդեն մերոնք մշակում են, բայց ես ուզում եմ այս արդեն ներմուծենք մեր տարածաշրջան ու մշակենք։ Սպասում ենք սրա բերքին։ Հենց սրա բերքը մենք ստացանք, պլյուս ենք դնում ու սկսում ենք արդեն մեծ քանակով մշակել այս բույսը։ Համբերատար սպասեցինք բերքահավաքին։ Ի վերջո, ամենահետաքրքիր պահը սա է։ Տեսնենք ինչ է ստացել Սևանի հարևանությամբ ապրող գյուղացին ամիսների չարչարանքից ու սպասումից հետո։ Բացի այն, որ մենք դաշտային պայմաններում ենք արդեն մշակում նոր մշակաբույսերը, բրոկոլին, կոլրաբին եւ այն նոր տեսակները, որ մշակում ենք, նաեւ արդեն կիրառում ենք կաթիլային ոռոգումը, որը մեծ արդյունք տվեց թե բերքի որակի, թե բերքի քանակի եւ մեր ընդհանուր աշխատանքի հեշտության եւ ժամանակի խնայողության առումով։ Հրաշալի բերք է ստացվել, թե ապրանքային տեսքը եւ հատկապես շատ կարեւոր է նշեմ, որ ամբողջ բերքը մեր մշակվել է օրգանիկ եղանակով։ Կիրառվել են միայն օրգանիկ պարարտանյութեր, օգտագործվել են օրգանիկ բուժանյութեր եւ ընդհանուր ամբողջ բերքը կարելի ասել ինքը օրգանական է եւ կարող են մեր բոլոր հայրենակիցները հանգիստ օգտվել եւ չմտածել, որ առողջական խնդիր կարող են ունենալ։